Սիրելի ավադագիցներ, սիրելի հայորդիներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Նաև գողջունենք բոլոր անոնք, որոնք կհետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով։ Ուր որ եք, աշխարհի ովև մեկ անգյուն, Աստված օրհնե ձեզ, առողջ պահե, հավատքով պահե, հույսով պահե։ Եվ մինչ կբացաստվիկ նորդալին աղոտքով թիմավորեցեք։ Ջող սեղանները կյանք չեն դար, աղոտն է որ կյանք կուտա։ Աղոտքով նորդալին թիմավորեցեք եւ դարին Աստուծո հանձնեցեք։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի, երկրորդ գիրակի գանցաթարնանք հայկական Սուրբ Ծնունդին եւ նաեւ գունենանք Սուրբ Հաղորդություն։ Ժամը 11-ին հայերեն լեզվով պաշտամունք, ժամը 9:40 անգլերեն լեզվով պաշտամունք։ Իսկ հունվար 6 մեր միության բոլոր եկեղեցիները կհամախմբվին ունենալու Սուրբ Ծննդյան պաշտամունք մեր եկեղեցին մեջ հունվար 6 երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին նկատի առեք այս թվականը եւ դպրոցի պարկինգները արդեն վարձված են, նաեւ եկեղեցի պարկինգը մտահոգություն չունիք պարկինգի իմաստով երեքշաբթի հունվար 6 հայկական Սուրբ Ծնունդ Տերոջ շնորհքով։ Եվ այս բոլորին մեջ աղոթող եղեք եկեղեցին համար, եկեղեցու բոլոր ծրագիրներուն համար։ Եվ փառքը բադիվը Տերոջը լա։ Աստվածաշունչի ընթերցումները պիտի անցադառնամ պատկամին միջոցով, որ 3 դարբեր դեղեր է Սաղմոս 90, Ողբ Երեմիա 3 գլուխ, ինչպես նաև Փիլիպպեցիներու ուղված նամակեն։ Սիրելի ավադագիցներ, հավասիկ դարվան վերջի գիրագին։ Երբ դարվան վերջին օրերը կմոտենան, Ցևով մեր ցերքի օրացույցները կփոխվին եւ կվերածվին հոգեվոր հայելիներու։ Եվ անոնք կհրավիրեն մեզ հիշելու, թե ինչպես Աստված առաջնորդեց մեզ մինչև օրս։ Ընդունել, անցադառնալ, թե ուր սխալեցանք, ուր սայթաքեցանք, եւ ապա նորոգվել Քրիստոսագեցոն հավատքով եւ թիմակրավել ինչ որ բախված է մեզի աբակային, վաղը եւ կալիք նորդալին։ Իրականության մեջ ցևովը յուրաքանչյուր դարի գնմանի պերնալգրիմը, այսինքն կոնտեյներիմը, որ ապրանք կլեցնես։ Դարվան ընթացքին այս պերնալգրը գլեցվի։ Դարվան ավարտին յուրաքանչյուր անց գպանա իր այդ մեծ պերնալգրը, կոնտեյները, եւ հոն կտեսնե, թե դարվան ընթացքին ինչ բաներ թույլ տված է, որ մտնեն իր ներսիտին։ Օրինակ, վախ, թե հավատք, դառնություն, թե օրհնություն, շեղում, թե նվիրում, հուսահատություն, թե հույս։ Ուրեմն դարևերջը Աստուծո գանչն է մեր սրդին, մտքին, հոգին մեջ տրված պերները մաքրելու։ Եվ Սաղմոս 2-ն կհիշեցնե մեզ մեր յուրաքանչյուրին ըսելով Սաղմոս 90, 12-րդ համար։ Այնպես սորվեցուր մեզի մեր օրերը համբրել, որ սրդի իմաստություն ունենանք։ Ուրեմն առաջին, հիշել Աստուծո հավատարմությունը։ Շատ հավանաբար այս տարվան ընթացքին ունեցանք անսպասելի իրադարձություններ։ Հավանաբար ունեցանք ձաձուկ արդյունքներ, որ մեկը չտեսնե մեր արդյունքները։ Ունեցանք դարաբանքներ, չարդահայտված անհանգստություններ,
եւ այլ բաներ, որոնք միայն դեռ Աստված գիտե։ Բայց Աստվածաշունչը գսորվեցնե, որ մեր կյանքը քննենք, մեր կյանքը մեկնաբանենք Աստծո հավատարմության տեսանկյունը։ Ինչպես որ գարտանք ողջ Երեմիայի մեջ, 3-րդ գլուխ 22 մինչև 24 համարներու մեջ։ Գսե դերոջը ողորմությամբ չհադանք, վասնզյանոր կտությունը չբացեցավ, անոնք ամեն արդու գնորոքվին, քու ճշմարտությունդ մեծ է։ Իրականության մեջ մենք այսօր հոսենք, ոտքի ենք, ոչ թե որովհետև կյանքը շատ թյուրին է, ոչ թե որովհետև կյանքը հեզասահ կընթանա, ոչ թե որովհետև կյանքը խաղաղ եւ միշտ արևոտ է մեզի համար։ Մենք հոսենք, որովհետև Աստված հավատարիմ եղած է եւ իր շնորհքով հոսենք։ Գիջանշտամ անցը, հավանապարտուկալ գիջանշտակ այդ անցը, որ գոդրդված, թապված, դախտագի, երգաթի գդորներ գհավակե, կովկովի տնելով, կեղեցիկ զարդեր գշինե։ Եվ ցեզ ցույց պիտի դամ, անոնցմե մեկը։ Այս հոսքը դեսնեք գոդրդված, թապված դախտակներ, գահավակե կովկովի գտնե եւ գվերածե խաչիմը։ Աստված նույն ցևով մեր այս դարվան դգար գոտրած վիճակներեն գգազմե կեղեցկությունը։ Որովհետև սիրելիներ, որքան որ դգար ենք, հիշեցեք Աստուծո կով արժեքավոր։ Ուրեմն միշտ պետք է հիշենք, Աստուծո հավատարմությունը բադահական, հագաստեցիկ կամ փոփոխական չէ։ Աստուծո հավատարմությունը գփխի իր անփոփոխ բնութենեն։ Գահիտնվի ամբողջական ձևով դեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ Աստուծո յուրաքանչյուր խոստումը այո եւ ամեն է։ Ուրեմն նախքան նոր տարին թիմավորել, հիշե Աստուծո բարիքները, օրհնությունները, բարգեւները, ողորմությունները, հիշե, որ Աստված ինքն է, որ զիս քեզ այս դարվան վերջավորության հասցուց։ Բժիշկները չեն, ոչ էլ ամենօրյա վայթամիններն են, Աստված ինքն մեզ հոսացուց այսօր։ Երկրորդ, նորոգել մեր նվիրվածությունն ու բարդավորությունը։ Բողոս Արաքյալի կյանքը, եթե սերդելու լան կտեսնենք, իր կյանքով եւ դարաբանքով դեր Հիսուս Քրիստոսի գզարայր։ Եվ Փիլիպպեցիներու ուղված նամակին մեջ գկրե մեծ խոնարհությամբ։ Ոչ թե ես արդեն արեր եմ, կամ արդեն գադարյալ եղեր եմ, հապա յետևեն ինգած եմ, որ բռնեմ մրցանակը, որուն համարալ բռնվեցա Քրիստոս Հիսուսեն։ Արաքյալը գսե եղբայրներ, ես չեմ սեբեր թե բռներեմ, բայց հիշեցնեմ, թե յետևի եղածները մորցած եմ, ու արջևի եղածներուն գտիմեմ։ Նպատակը դիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստուծո վերին գոչումին մրցանակին գվազեմ։ Փիլիպպեցիս 3:12-14։ Այսինքն Պողոս Արաքյալը սել գուզե, չեմ կարծեր թե արդեն հասած եմ, բայց գշարունակեմ վազել։ Իրականության մեջ մենք բոլորս նույն ընթացքին մեջ ենք։ Եվ դարևերջի ինքնակնությունը մեզ մեր յուրաքանչյուրս երկու վտանգներ է կպաշտպանե, երկու փորձություն վտանգ։ Առաջինը ինքնակոհություն, կարծել թե արդեն հասած ենք, ինքնակոհ ենք, վերջ։ Եվ երկրորդ
թադաբարդում, գարձել թե այլևս չեն կրնար աջիլ հավատքին մեջ։ Այսինքն առաջինը հասած ենք, բավարարված, երկրորդը թադաբարդել մենք զմես, որ մենք չենք կրնալ այլևս աջիլ։ Բայց հիշենք, թե Աստուծո շնորհքը ազատած է մեզ վերոհիշյալ երկու վտանգներ ունենալ։ Գիտեք, ողոմբիական խաղերուն մեջ, խաղերեն մեկը փոխանցումավազք մնե, այսինքն գվազեն, ձերքի փայդիկը գուդան ուրիշիմը գվազե հաջորդին գուդան։ Այդ ընթացքին վազորդիմը ձերքեն այդ փայդիկը գինա եւ մարսիկը կեդին գինա ձերքը գարնե այդ փայդիկը եւ գտնե գլխուն վրա ափսոսանքով զղջալով որ ինչ վիճակի մեջ է Մինչ այդ մարզիչը գգան չէ վեր ելիր վազքը վերջացած չէ վերցուր եւ վազե վազորդը գսկսի վազել վերջին դերը գմնա մրցումին բայց բոլորին զորավոր ծափահարության արժանի կդառնա Սելիներ շատ հաջող գսայթակինք գտգարանանք գհուսահատինք գինանք շատ հաջող ինչուներ գահացնենք ինչու ինձի ինչու այսպես ինչու այնպես Եվ այդ հուսահատ վիճակներում մեջ չեն գուզեր շարժիլ, չեն գուզեր մարդոց հետ խոսիլ։ Աստված այսօր նույն գոչի և գանչը գնե։ Վեր ելիր, գյանքիդ վազքը վերջացած չէ դագավին։ Վեր ելիր, որովհետև հավատացյալին գյանքը Դևական ուխտակնացություն այս աշխարհի մեջ։ Դևական ուխտակնացություն։ Հավատացյալը գաջի նպատակին ցկտելով եւ ոչ թե գադարելություն ցևացնելով։ Մենք գաբրինք նպատակին ցկտելով եւ ոչ թե գադարելություն ցույց տալով։ Եվ Աստծո Սուրբ Հոգին աստիճանաբար գծեվավորե մեզ Դեր Հիսուս Քրիստոսի նմանությամբ։ Ահավասիկ դարին գվերջանա։ Նորոգվելու համար գարիք ունենք արժևորելու մեր կյանքը։ Եվ հավանաբար բավական հարցումներ ու պատասխանել, որոնց մեկ քանի հարցումներ պիտի հարցնեմ։ Առաջինը ինչ սովորություններ է պետք է հրաժարինք։ Ինչ խզված գոդրված հարաբերություններ պետք է հաշտեցվին եւ միանան ինչ հոգեվոր գաղթապահություններ հոգեվոր դիսցիպլին գարիք ունին արթնության ինչ ծառայություններ գարիք ունին վերստին աշխուժացման հարցումներ որոնք մեր մտքին մեջ պետք է դեղ ունենան եւ որոշումներով վերածվին նոր դարվան մեջ։ Երրորդ ուրախանալ ապակայի հույսով։ Քրիստոնյան հավատացյալը անցյալը գհիշե, ներկայով գնորոգվի եւ ապակայով գուրախանա։ Հայտություն Հովաննուի մեջ կգարտանք, ահա ամեն բաները նոր կլեմ։ Այսինքն հավատացյալին հույսը նոր դարվան մեջ չէ, այլ նոր ստեղծագործության մեջ։ Օրայցույցի թիվերը չեն փոխել հավատացյալին սրտերը։ Օրացույցին թիվերը գանցնին, բայց հավատացյալին սիրտը չի փոխվի։ Միայն դեր Հիսուս Քրիստոս կարող է փոխել մարդարածին սիրտը, միտքը եւ հոգին։ Ուրեմն մեր հույսը նոր դարին չէ, ոչ ալ մարդկային խոստումներ, մեր հույսը աստվածային երկնային երաշխիք է։ Մարդը իր հին ժամացույցը գտանի ժամակորձիմը, որպեսի թուրսեն կեղեցկացնե ժամացույցը։ Ժամակորձը գսե
խնդիրը դուրսը չէ, ներսն է։ Դժբախտաբար այսօր շատեր գփափակին նոր դարի, բայց գբահեն հին, գարձր, նախանցով, հբարդությամբ լեցված սիրտ, միտք և հոգի։ Սելիներ նոր դարին նոր սիրտ չի դար։ Միայն դեր Հիսուս Քրիստոս նոր սիրտ կուտա, նոր սկիզբ կուտա, նոր կյանք կուտա։ Եվ չորրորդ, գոչ դարին ավարտելու զաստված բաշտելով։ 100-րդ Սաղմոսին մեջ Սաղմոսերկուն գսորվեցն է, թե զաստված բաշտելը բաշտամունքը լավակույն գերբն է դարին փագելու։ Եվ գսե ով իմանցս, օրդն է դերը, և անոր բոլոր փայլարությունները մի մորնար։ Ընդհանրապես մարդ գանցաթարնա իր ձեռքբերումներում, ես այսպես ըրի, ես այնպես ըրի, ես այսպես ըրի, ես այնպես ըրի։ Սաղմոսերկուն գսե հիշե Աստուծո օրդությունները։ Այսինքն հիշե Աստուծո ներումը, բժշկությունը, փրկությունը եւ իր հաստատ հավատարիմ սերը։ Անկասկած յուրաքանչյուր անց յուրաքանչյուր ընտանիք իր հատուկ ցավեր ունի, իր հատուկ մարտահրավերներ ունի եւ հատուկ դժվարություններ է կանցնի։ Թեև արդակին երևույթով չենք ցույց տար, բայց յուրաքանչյուր անց ընտանիք իր մութ ծածուկ անկյուն ունի։ Սերներ բաշտամունքը զաստված բաշտելը ցանկի վիշտերը ցավերը չի ժխտեր, այլ գհայդարե թե Աստված շատ ավելի մեծ է, քան մեր մարտահրավերները, մեր ցավերը, մեր վիշտերը, մեր նեղությունները, մեր հիվանդությունները, մեր դժվարությունները։ Ունենք, բայց Աստված անոսվե ավելի մեծ է։ Ուրեմն երզագացնելու համար, ինչպես ավարտել դարին հավատարմորեն։ Հիշել Աստուծո հավատարմությունը, որպեսզի մեր սիրտը հիմնավորված հաստատված լա։ Երկրորդ, նորոգել մեր նվիրվածությունը, որպեսզի մեր հոգին խաղաղ լա։ Եվ երրորդ, ուրախանալ հույսով, որպեսզի մեր հոգին միշտ վեր մնա, բարձրանա։ Լուսանկարիչը գսե թե յուրաքանչյուր նկար պետք է անցնի 3 տեսակի ոսպնյակներ, լենսեր։ Մեկ լենսը անցյալով, այսինքն անցյալի հիշողություններով, հիշել անցյալը։ Երկրորդ լենսը ներկայով, գետրոնանալ այսօր ներկային։ Եվ երրորդ աբակայով, աբակայի դեսիլքով։ Քրիստոնյան հավատացյալը մենք բոլորս գանչված ենք կյանքը դիտել Աստվածաշունչով առաջնորդված եւ Աստուծո փառք տալով, հիշել իր օրդությունները, գետրոնանալ իր վրա եւ հույսով իրեն վստահելով դիտել աբական։ Եվ այս հավատքով է որ գշնորհավորենք ձեր բոլորին նոր տարին, աղոթքով, մաղթելով, ձեր ընտանիքներուն, հարազատներուն, առողջ, խաղաղ, հավատքով, հույսով, սիրով, լեցված օրհնապետորեր։ Եկեք ոտքի ելենք, աղոթքով վերջացնենք։ Դեր Աստված, շնորհակալ ենք անցյալի ողորմության համար, ներկայի շնորհներուն համար, մեր մեջ բնագող Սուրբ Հոգիիդ համար եւ աբակայի խոստումներուդ համար, ով դեր դարձուր քալիք նոր տարին, հավատարմության, արդյունաբերության, ծառայության,
խաղաղության, հույսի, հավատքի և սիրո դարիմը։ Ամեն։ Մեր պաշտամունքը կվերջացնենք մեր Տերոջ սորվեցուցած աղոթքով, որ բոլորս միասին գաղութենք։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք Հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, Հավիտյանս, ամեն։